Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 3-ն է 2026 թվական։ Սկսենք Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի հայտարարությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ներքաշվել է խոշոր արկածախնդրության մեջ իր երկրում ծավալվող իրադարձությունների պատճառով։ ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավների ժամանակ հայտարարում էր, թե իր երկրից դուրս պատերազմների վրա տրիլիոնավոր դոլարներ են ծախսվում։ Նա այժմ դավաճանել է իր նախընտրական խոստումները։ Ըստ միջազգային իրավունքի Իրանի դեմ ուղղված Թրամփի ռազմատենչ հայտարարությունները ռազմական հանցագործություններ են։ Դա ասում է Հայաստանում, իսկ Միացյալ Նահանգները հասկանում եք մեզ համար ինչքան կարևոր երկիր է։ Այն ինչ որ անում է Դոնալդ Թրամփը մենք կարող ենք խոսել, բայց մեր դաշտում Իրանի դեսպանը նման գնահատականներ է տալիս, ուղղակի հասկանանք։ Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին, մենք մինչ այս պահը ցույց ենք տվել մեր դիմադրողականությունը, մենք պատրաստ ենք շարունակել նույն ոգով եւ մենք արդեն լրջագույն հարվածներ ենք հասցրել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իսրայելին։ Իսկ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ՆԱՏՕ-ում կարծիք են հայտնել, որ սա հիմար պատերազմ է եւ նրանք պատրաստ չեն մասնակցել դրան, ընդգծել է Խալիլ Շիրղոլամին։ Իհարկե ինքը խոսել է նաև Թրիփի հետ կապված, որ եթե այս հարցերը ձգձգվի, դա խնդիր կառաջացնի նաև Թրիփի առումով, դե դա նորություն չի, որ Իրանը այդ մասին խոսում է, իրանք պարբերաբար մտահոգություն են հայտնել Հայաստանի իշխանությունների, ստացել են հավաստիացումներ, որ Թրիփը իրանք չի խանգարում, բայց ոնց չի խանգարում, եթե իրանք Ամերիկայի հետ պատերազմի մեջ են։ Եթե այն հռետորաբանությամբ, որ խոսում է Դոնալդ Թրամփը, ոնց կարող է իրանք չխանգարի։ Ամեն դեպքում իհարկե մեզ համար իդեալական կլինի, որ Իրան Միացյալ Նահանգների հարաբերությունը նորմալի եւ մենք ստիպված չլինենք մեջտեղից կիսվել, կամ էլ թե չէ գոնե կարողանանք ակտիվ չեզոքություն պահպանել, այլ ոչ թե երկու կողմն էլ ստիպի ասի, բա դու մեր թիմից չես խաղում, մենք տեսնում ենք ինչ հիվանդագին է ընդունում Դոնալդ Թրամփը, եթե իր ասածները չեն անում, բախտներս բերելա մենք փոքր երկիր ենք, տես խնդիրներ մեր առաջ չի դնում, նաև ինչքան հիվանդագին է ընդունում Իրանը, որ ասում է ինչի հարևան երկրներ եք, չեք դատապարտում, այն ինչ որ կատարվում է։ Ամեն դեպքում առայժմ մեզ այդ հարցով ճնշում չեն գործադրում, բայց չես իմանա, թե երբ ինչ իրավիճակ կլինի։ Ամեն դեպքում այնպիսի հնարավորություններ, որ եւ նրա հետ նորմալ աշխատենք եւ նրա հետ, ինչպես տեսնում եք, բարդ է, քանի պատերազմը չի ավարտվել եւ պարզ չի, թե ինչ արդյունքով կավարտվի։ Իհարկե շատ կարճ ընտրությունների հետ կապված անդրադառնամ ու կանցնենք բավական թեմաներ ունենք, էլի։ Տեսեք, որ պարբերաբար ասում ենք, որ ձեր աջակցությունը, ձեր մասնակցությունը ունենաք, սովորաբար մարդիկ ցանկանում են լինել հաղթողի կողմ։ Օթյակում նստել են, խաղադրույք են կատարել, թե կհաղթի Բարսելոնան, թե Մադրիդի Ռեալը, եւ ոգևորում են, մենք հաղթեցինք։ Ինչի, որովհետեւ ինքը խաղադրույք է կատարել Բարսելոնայի վրա, Բարսելոնան հաղթել է, ինքը հաղթել է։ Մեկը հարցնի դու ինչով ես հաղթել, այդ միավորը քեզ է եկել, թե 100 միլիոնավոր դոլարներից քեզ են տվել։ Դու ուղղակի հաղթել ես խաղադրույք ես կատարել, գլուխդ գովում ես, որ դու հաղթել ես, բայց դու ընդամենը օթյակում նստած ես։ Իսկ այսօր ընտրությունները որոշում է մեր երկրի ապագան, ձեր երեխաների ճակատագիրը, դրանց ապագան, ինչ օթյակում նստել եւ խաղադրույք կատարել։ Փաշինյանը կհաղթի, թե Սամվել Կարապետյանը։ Հիմա ասում են այդ երկուսից մեկն ալնելու։ Լավ, բերեք մի հատ մեր բախտը փորձենք, ձեր բախտը դրա հետ է կապված։ Մենք ուզում ենք, որ դուք մասնակից լինեք, ոչ թե օթյակում նստած խաղադրույք կատարող։ Մենք ուզում ենք մասնակիցը լինեք եւ դուք ձեր մասնակցությամբ կերտեք այդ հաղթանակը։ Եվ դուք ասեք, բա մեզանից ինչա կախված, որ մենք անենք, որ մենք լինենք հաղթողը, ոչ թե կանխագուշակենք, թե ով է հաղթողը։ Այդ հաղթողը ձեզ ինչ, դրանից Հայաստանն է հաղթելու, դրանից դուք եք հաղթելու։ Բայց դրա համար ենք ասում, որ ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է։ Եվ նյութերի տարածման հետ կապված, եւ ձեր աջակցության հետ կապված, եւ եթե նույնիսկ դուք ձեզ համար կողմնորոշվել եք, ձայն եք տալիս Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, բայց ձեր կողքը մի քանի հոգի այլ ուղղությամբ են կողմնորոշված, արդյունքում նրանց քվեարկությամբ կարող է ձեր ուզածը չլինի։ Այսինքն դուք ակտիվ բաներ ունեք նաև անելու, որտեղ դուք մասնակից եք այդ process-ին։ Եվ ինչի՞ եմ ես դա ասում, որ
ուժեղի թևի տակ մտնելը կամ ասել տեսնենք ով է ուժեղ, գնանք մտածենք թե ինչ ենք անում, որոշակի կյանք ապրած մարդիկ հասկանում են, որ դա շատ սխալ մոտեցում է։ Հասկանանք դա, որ հասկանանք առաջիկա ընտրություններում նաև ինչ ենք անում։ Ուժեղը, որը հաղթել է առանց ձեզ կամ հաղթում է առանց ձեզ, ինքը ձեր կարիքը չունի։ Կամ ձեր նման այնքան կան, որ կարան գնան դռան դեմ կանգնեն, ինչա ձեզանից պահանջվելու, լինել խոնար, ինչ հասեն անեք, ծպտուն դուրս չգա եւ սազնարնեք իրանց գովեք։ Էսա, երբ որ մարդը գնում է ուժեղի մոտ, ասում է եկել եմ, կրոնը տնթունեմ։ Բայց հարգելիներս ուժեղները փոխվում են ժամանակի ընթացքում։ Մենք կյանքը ցույց է տվել, մենք տեսել ենք այդ ուժեղների մոդիկները, որ համարել են գնանք ուժեղի թևի տակ մտնենք, հետագայում այդ ուժեղը, որ փոխվել է, իրանք պատիծակ են մանեկե, որովհետև մտնեն։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին, դե ինքը 2 ժամկետ կընտրվի, քանի որ սահմանադրությունը 3-րդ ժամկետ չի թողում, հետո Բաբկեն Արաքցյանը կընտրվի մի ժամկետ, որից հետո էլի ինքը 2 ժամկետ կընտրվի, արդեն մարդիկ այդպես լավ իրանց համար ամեն ինչ պատրաստել էին ու մտածել էին բավականա լինենք այդ թիվի կողքը եւ մենք որևէ խնդիր չունենք, մենք ուժեղի թևի տակ մտնենք ու վերջ։ Իսկ ուժեղի թևի տակ մտնելու համար պահանջում է, որ դուք թույլ լնեք, անսկզբունքային լնեք։ Ուղղակի հավատարմության երթում տակ ու վերջ։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, չէ, այդ մարդկանց տեսել ենք, չէ, դեմքները, թե ինչ օրնեն է։ Տեսել ենք Վազգեն Սարգսյանով ոնց էին ոգևորված, մեկ էլ Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո այդ մարդիկ ոնց էին խառնվել, իրար բայրանք ինչ են հիմա անելու։ Տեսել ենք այդ բոլոր բաները, որոնք որ մեր աչքի առաջ եղել է։ Եվ պատահական չի, որ ասում եմ, հարգելիներս, մենք այնքան ժամանակ կյանք ենք ապրել։ Ես որ ծնվել եմ, մեր երկրի ղեկավարը Նիկիտա Խրուշչովն էր, որ գնացել եմ գործի Լեոնիդ Բրեժնևն էր։ Էլ դրանից հետո Անդրոպով, Չեռնենկո, Գորբաչով եւ այլ, հետո արդեն անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։ Մի հատ սխալ կանես այն ժամանակ, կյանքը շատ երկար է այդ խայտարակությունը մինչև կյանքիդ վերջը վայելելու համար։ Կյանքը շատ կարճ է բարի գործ անելու համար։ Իսկ շատ երկար է սխալվելու դեպքում, որ չիմանաս տակից ոնց ես դուրս գալիս։ Այո, եթե դու պայքարում ես, եթե դու մասնակից ես, քեզ չի անհանգստացնում, որ կարող է այդ ուժեղի հետ ինչ-որ բան կատարվի, որտեղ դու քո ճակատագիրը այդ ուժեղի հետ չես կապել։ Ուժեղը դու ես, որովհետև չունես ուժեղի կարիք։ Ուժեղը դու ես կամքով։ Ինչ էլ փոխվի իրավիճակում, դու պատրաստ ես այդ ամեն ինչը հաղթահարես։ Քանի մարդա դեպրեսիայի տակ ընկել, որ ուժեղ մարդու թևի տակ է եղել եւ մտածել է, որ այդ ուժեղը հավերժ է, եւ մեկ է շուռա եկել տեսել է այդ ուժեղը չկա, եւ ինքը մնացել է այդ խնդիրների մեջ, բայց ինքը ընդունակ չի ոչ մի բանի։ Մենք դա ենք ուզում։ Ես հրապարակային գործունեությամբ 2 տասնյակից ավել զբաղվում եմ, բայց երբեք ՀՀՇ-ի օրոք ՀՀՇ-ի անդամ չեմ եղել, ՀՀԿ-ի իշխանության օրոք ՀՀԿ-ի անդամ, ՔՊ-ի իշխանության օրոք ՔՊ-ի անդամ, դա ինձ համար եղել է սկզբունք։ Այսինքն, եթե որևէ քաղաքական ուժի հետ կարող ենք ճանապարհ անցնել, կերտել մեր ճանապարհը, կստացվի ինչ-որ բան, կգնանք իշխանության, կգանք եւ մեր ծրագրերը կյանքի կկոչենք։ Բայց ոչ թե կմտածենք, տեսնենք ով է ուժեղ, գնանք մտածենք, ինչա ձեզ թվում է, այդպես կանխատեսելուց վատ էի, հա, որ իմանայի ով է ուժեղ։ Կամ իմ շրջապատի մեջ, կամ իմ ծանոթների մեջ այդ ուժեղների հետ ուղիղ շփվելու կամ միջնորդավորված շփվելու կապեր ու հնարավորություններ չեմ ունեցել կամ հիմա չունեմ։ Չէ, ժողովուրդ ջան։ Այն կամքը այդ սկզբունքը, որը ձեր մեջ պետք է լինի, ոչ թե մտածենք մի հատ գնանք մեկի թևի տակ մտնենք, հիմա այսօր միացեն ծալիքա բարձացել, դե Նիկոլ Փաշինյանը հաղթելու գնանք ենա Փաշինյանին միան, դե Սամվել Կարապետյանն ի դա ձեր ուզածն է, դուք գնացեք ձեր ուզածի հետևից, դուք ինքներդ մասնակից եղեք, եթե մարդը ասում է, այո, ես լսեցի ձեզ, գնացի իմ ծանոթներին, մոդիկներին, ասեցի, որ լայես մարդկանց լսեք, Գուրգեն Սիմոնյանին լսեք, Էդվարդ Անտինյանին լսեք, մարդիկ նորմալ բան են ասում, ուզում են այլընտրանք ստեղծեն, որ լինի եւ այլընտրանք այս իշխանությանը եւ ռուսամետ ընդդիմությանը, դուք դրա մասնակիցն եք, դուք նյութեր եք տարածում, դուք աշխատում եք։ Նա ով հնարավորություն ունի նաև իր մասնակցություն, իր աջակցությունն ունենում նաև ֆինանսապես կամ կազմակերպական հարցերով, նա այդ process-ի մասնակից է, դա իր հաղթանակն է։ Ի վերջո խորհրդարանական ընտրությունները
Նախագահական ընտրություններ չի, որ հաղթողինն է ամեն ինչ, պարտվողինը ոչինչ։ Խորհրդարանական ընտրություններում տեղեր են։ Խորհրդարանական ընտրություններում, եթե առաջինն էլ չես, երկրորդն ես, մի օրինակ դու բավարար ծավալով անելիք ունես։ Բավարար ծավալով անելիք ունես եւ խորհրդարանական այդ լծակներն օգտագործելու, միջազգային կապերն օգտագործելու, շփումն օգտագործելու եւ շատ բաներ պարտադրելու հենց падգամավորական լծակներով։ Այո, ձգտես առաջինը լինես, բայց ոչ մի պարագայում սկզբունքից չհրաժարվես, քո ծրագիրը դնես մի կողմ, միանաս կամ նրանց։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է։ Դուք չեք տեսնում ինչ հերթագոյացել Սամվել Կարապետյանին միանալու հետ կապված։ Քանի քաղաքական գործիչներ կային, որոնք այնպես բաներ էին խոսում, ասում էին, դե այ մարդ դե ոնց կարող է պատահ իրանք գնան միանան ռուսամետ ուժերին։ Մեկ էլ մի հատ տենց ճաճանչափալ ելույթ կունենան, համոզեն, որ դե այս երկրի փրկությունը դա է։ Դե լավ եք էլի ժողովուրդ ջան, ամոթ է էլի։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք այս ամեն ինչը հասկանալով պատկերացնենք, որ ուղղակի մասնակից լինենք, մեր ճակատագիրը կերտող լինենք եւ վստահ լինենք, որ եթե մենք դա անում ենք, մենք համոզված ենք մեր քայլերի մեջ ու ձեր առաջ նայեք, որ եթե հանկարծ տեն ճարպկության ցանկություն որևէ մեկը ունենար, հաստատ մեզանից ավելի ճարպիկ չէի կլինի, որ մտածեինք միտեղ փող են բաժանում, միտեղ պաշտոն։ Բա ոնց են, մենք ուղղակի օրինակ ենք ծառայում, ինչի են մարդիկ շատ ծանր տանում, որ մտածում են ոնց թե, բա մենք ուզում ենք ծախվենք, ուզում ենք ասենք բոլորն են ծախված։ Բա դուք ինչի եք տենց բանը։ Ոչինչ, մենք կասենք, որ ծախված եք, որովհետև իրանց ձևաչափից, իրանց ֆանտազիայից, իրանց պատկերացումներից դուրս է։ Ոնց է հնարավոր, սենց դրած բաժանում են երկու կողմից, դուք կանգնեք ասեք, մենք ոչ նրան ենք միանալու, ոչ նրան, մենք ոչ նրա աջակցության կարիքն ունենք, ոչ նրա, մենք ձեր աջակցության կարիքն ունենք, մենք ուզում ենք դա անենք ձեզ հետ միասին։ Ինձ թվում է, այս կարողացա դա նորմալ բացատրեմ ձեզ։ Միավորվելու հետ կապված շատ են մարդիկ ասում, մինչև այսօր հայտարարում են, ինչու չեք այնքան գեղեցիկ է հնչում, եկեք միավորվենք։ Հարգելիներս, 10 օր հետո թղթերը պետք է հանձնվի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առնվազն պետք է 80 ներկայացուցիչ լինի ցուցակի մեջ։ Այդ 80 հոգու համար պետք է բոլոր փաստաթղթերը իդեալական լինեն։ Դուք այդ փաթեթին ծանոթ եք։ Հայտարարագիր լրացնելով, որ հանկարծ ID քարտը չլի ժամանակ համկետն անցած լինի, նորը բացելու համար ահագին հերթեր են, այնտեղ տեղեկանքներ բերվի, չգիտես ինչ արվի եւ այլ։ Մի հատ սխալ լինելու դեպքում պետք է նորից համագումար անես, հաստատես այդ ցուցակի առաջի 30 համարը։ Դուք այդ փաթեթը տեսել եք, դա ինչ է։ Մի հատ սխալը ամբողջ ցուցակը կարող է գրանցման վտանգ առաջացնի։ Մարդիկ դրա ծառայողից իրիգո քրտնաջան աշխատում են ամեն ինչ բերեն նորմալ վիճակի, մեկը տեղից վերակենում, ասում համախմբվելը ճիշտ է։ Եղբայր համախմբվելը օրինակ մենք ծառայել ենք։ Ես մտածել եմ, որ կարելի է գնալ այլ տարբերակով, Գուրգեն Սիմոնյանը մտածել է կարելի է գնալ այդ տարբերակով, մենք նստել ենք իրար հետ միասին, որոշել ենք, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ցուցակով մասնակցելն ավելի ճիշտ է։ Համախմբման օրինակ ենք ծառայել, ինչի մասին է խոսքը։ Դուք եթե ուզում եք համախմբվել, մենք ամեն օր քայլ ենք անում, որպեսզի հասցնենք այդ փաթեթը ներկայացնել։ Դուք ամեն օր հայտարարում եք, թե ինչի չեք համախմբում։ Ում եք դա ասում։ Կամ դուք համախմբվեք, նայենք ձևերը սովորենք։ Տեսնենք այդ ոնց է ձեր մոտ ստացվում։ Կամ եթե դուք համախմբվելու ցանկություն ունեք, պետք է գաք կոնկրետ գործանողին ասեք, ես տեղավորվում եմ ձեր գծագրի մեջ, ես կարող եմ ես էլ մասնակցեմ։ Ոչ թե ամեն օր մի կողմ քաշվեք, հայտարարություն անեք, թե նա ով չի համախմբվում, նա լավ չի անում, ձայները փոշիացնում եւ այլ եւ այլ։ Եղբայր ինչ եք անում դուք, ասեք, բացի այդ հայտարարությունը, կոնկրետ ինչ քայլ եք անում, 10 օր է մնացել թղթերը հանձնելուն։ Իսկ դուք վստահ եք, որ ամեն ինչ որ հանձնել եք, բոլոր թղթերը իրանց իդեալական են, ոչ մի խնդիր չկա դրանց հետ կապված։ Դուք տենց վստահ եք, հա? Որ առնվազն 80-ից էլ ավել մարդ պետք է լինի, որ գոնե եթե մի քանիսի հետևյալները ժամանակի նորմալ պատշաճ չլինի, նրանք դուրս գան ցուցակը 80-ից չպակասի։ Դա կոնկրետ քայլեր են, հարգելիներս։ Չեն գալի վերջի օրում մարդկանց մեղադրում, թե դուք ինչի չեք ում հետ համախմբվենք, կասեք։ Բա դուք ուր եք հիմա։ Մենք մեր օրինակը ծառայեցինք, ցույց տվեցինք։ Եվ մեկ էլ շատ ալնում, որ ինձ ասում են դա էլ ասեմ ու ասենք մնացած գործերին։
Բա ժամանակին Փաշինյանին պաշտպանում էիք, հիմա չեք քննադատում, ինչի եք փոխվել եւ այլ եւ այլ։ Ես պարբերաբար ասում եմ, դուք կարող եք գտնել իմ որևէ հայտարարություն, որ ես պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանին ու ասել եմ, որ կոչ եմ անում ձայն տալ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ղեկավարած ուժին, կամ ասեմ ինքը շատ լավ վարչապետ է, կամ կոնկրետ մի բան դուք գտեք, որ ես նման հայտարարություն եմ արել, նոր ասեք, որ ես պաշտպանել եմ Փաշինյանին։ Ձեր մոտ լրիվ ուրիշ պատկերացում առաջացել է, հիմա կբացատրեմ ինչից։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության, անկախ նրանից ոնց է եկել, ով է օգնել, ինչ հայտարարենք մի կողմ, 2018 թվականին ծրագիրն էր մերժել Սերժին, եւ ժողովուրդը փողոց է լցվել, ամբողջ աշխարհի հայությունը ողջունել է այդ ամեն ինչը։ Ու այնպես չի, որ մի քանիսը գիտեին ինչ են անում, բա ամբողջ ժողովուրդը, որ միացել էր, նրանք էլ էին տեղյակ ինչ է կատարում։ Նրանք ազնվորեն փողոց են դուրս եկել, նրանք ազնվորեն պայքարել են։ Եվ այդ ընթացքում նախկինները հենց մի հատ սխալ են տեսել Նիկոլ Փաշինյանի կողմից, սկսել են ասել դե տեսակ մեր ժամանակ լավ էր։ Ես էլ ասել եմ հոբ, ինչքան էլ ուզում այդ իշխանությունը սխալ անի, դուք չեք կարող սրբագրել ձեր նախկին արածը։ Ձեր նախկին արածը չեք կարող արդարացնել այսօրվա սխալներով։ Ու դրա համար դրել հետևողականորեն քննադատել եմ նախկին իշխանություններին, բայց մենակ չեմ քննադատել այսօր, երբ որ նրանք իշխանություն չունեն։ Ես դարակից հանել եմ թղթեր ու ցույց եմ տվել, որ այս թերթում է տպած, այս հարցազրույցում է, այստեղ է, ձեր ժամանակ եմ ես դա ասել, ոչ թե այսօր եմ ասում։ Այսօր հիշացնում եմ, թե ինչ եմ ասել։ Ինչու համար, որ մտներովդ չանցնի ձեր վերադարձը։ Եթե այս իշխանությունը վատն է, ապագա իշխանություն պետք է ընտրել, որ հաստատ դա դուք չեք։ Բա դուք ոնց եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը մի ամսվա կամ երկու ամսվա վարչապետ էր, 10 տարվա նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին այն չափի քննադատեինք, ոնց որ Նիկոլ Փաշինյանին։ Պարզորը դա հնարավոր չէր։ Դուք դրանից ենթադրում եք, որ ես պաշտպանել եմ Փաշինյանին։ Ոչ, Փաշինյանի սխալների քանակը քիչ էր։ Գնալով ամեն օր, օրը օրի վրա, տարին տարու վրա այդ ավելացել է, չէ, թղթապանակը լցվել է։ Առաջի հարցը եղել է պատերազմ, հետո եղել է պատերազմից հետո այն հայտարարությունները, որոնք մենք տեսել ենք, որ ոնց որ թե մեղավորների հարցը չենք կարողանում հասկանանք, դավաճանություններ թե ինչ էր, հետո դրանից հետո հայտարարություններ, որ մենք կարայինք պատերազմ չանեինք եւ այլ, բոլորը չթվարկեմ։ Այսինքն ամեն օր ինքը համալրել է այդ թղթապանակը։ Բնականը դրանով էլ ավելացել է իմ քննադատության դոզան։ Իսկ եթե այդ դեպքում հարց է ծագում, ասում եք ինչի ես փոխվել։ Ես բացատրեցի տարբերությունը ինչի, որովհետև այն ժամանակ քիչ էր բան արած, ինչ է քննադատեինք, հովեստի այդ մարդու վրա շարժ չանեի։ Ես կոնկրետ փաստերով եմ նշում։ Բայց դեպքում ես հարց եմ տալը, բա դուք ինչի չեք փոխվել։ Դուք 18 թվականին ազնվորեն ընտրել եք։ 26 թվականին, երբ որ այս ամենը դուք արդեն գիտեք ինչը ինչ ա եղել, այս ամբողջը պատկերա, բա դուք ինչի չեք փոխվել։ Այդ դուք զարմացեք ձեր վրա։ Այսինքն այդքանը իմանալով այն ինչ որ կատարվել է մեր երկրի հետ, ձեր մեջ ոչինչ չի փոխվել։ Բայց դուք ձեզ մեղադրեք, բա դու ինչի համար եք պաշտպանում Փաշինյանին, որ ինչ ալնի։ Ձեր անսխալականությունն արդարացրեք, քանի որ 18 թվին ընտրել եք, 26-ին էլ պիտի ընտրեք, որովհետև դուք իրան եք ընտրել։ Դա բացատրություն է։ Ու այդ ձևի բացատրությամբ էլ մեղադրում եք, որ մենք ասում ենք, որ այսօրվա եւ նախկինի պայքարով ապագա չի ծնվելու, ապագայի համար ծրագիր է պետք, որ կեղտոտված չլեսեր եւ այս կողմից եւ այն կողմից, եւ այս կողմում եւ այն կողմում արյուն կա, մեր հասարակության արյունը կա, ժողովուրդ ջան։ Մենք չենք կարող դա մոռանալ, ու մենք չենք կարող դա մի կողմ դնել։ Աշխարհը մտես փող ու տենց պաշտոն չկա, որ դա ստիպի մեզ, որ մենք դա մի կողմ դնենք։ Այդ դուք մտածեք, դուք ինչի չեք փոխվել։ Դուք մտածեք, որ այն ամեն ինչը, որ դուք տեսել եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արածը, այն ժամանակ լավ համարենք խելքները չի ասել, բայց այդ ժամանակ մենք այդ ժամանակ ենք քննադատել, չէ՞ ու հանել ենք ասել, այդ ժամանակ մենք տուժել ենք այդ ամեն ինչի համար։ Այդ ժամանակ ձենները դուրս չեկը, բայց հիմա այդ ամեն ինչին ծանոթանում եք, ո՞նց եք աշներդ բաց գնում միանում նրանց։ Ասում նրանք մեզ կփրկեն։ Մենք էլի կարող ենք նախկիններին չանդրադառնալ,
Ասենք թե լավ դե նախկինն ինչ ենք իրանց մասին խոսում։ Խոսենք գործող իշխանության սխալներից ու ասենք մենք որ գանք իշ կանենք։ Բայց նախկիններն ասում են մեր ժամանակ լավ էր։ Ոնց որ մարդու հիստերիայի մեջ գցեն։ Մենք այդ ժամանակ ապրել ենք իշն էր լավ։ Այսինքն կարող է անենց լինի, որ եթե Նիկոլ Փաշինյանը շատ սխալներ անի, հանկարծ մենք մտածենք ձեր ժամանակ լավ էր։ Լուրջ։ Այսինքն սա է։ Բա դուք մտածեք ոնց է ձեր ձեռը գնացել, որ գնաք կանգնեք Քոչարյանի կողք, ասեք ինքը լավ ղեկավար էր։ Դուք մտածեք։ Ինչով եք դա արդարացնում։ Այս ամեն ինչը իմանալով եք արդարացնում։ Հետո մեղադրում եք մեզ։ Պարզավ մենք երկու կողմից պետք է հարված ուտենք, որովհետև ասում ենք ոչ նրա հետ ենք, ոչ նրա հետ։ Երկու կողմն է ֆանտաստիկ ռեսուրս ունի, թե վարչական, թե ֆինանսական։ Պարզա, դա մեզ համար նորություն չէր։ Բայց մենք դա իմանալով ենք, չէ՞ դրա տակ մտե։ Չենք վախեցել դրանից։ Ուզում ենք, որ դուք էլ չվախենաք, ուզում ենք մասնակից լինեք ձեր ապագայի կերտմանը։ Ձեր երեխաների ապագայի կերտմանը ու ասեք վկա է ամենազոր Աստված մեր ձեռից եկած ամեն ինչ արեցինք։ Դե միջև միջազգային հարցերին անցնելը դրա համար ասեմ, որ շատ կարևոր է, որ եթե հավանում եք սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, ձեր ծանոթներին ասեք, ուղարկեք մարդկանց, դրսում եք ապրում, ներսում եք ապրում, ձեր ամենամեծ աջակցությունը նաև որ դուք մարդկանց ներկայացնեք, ասեք մենք ճանաչում ենք, մենք գիտեք ինչքան մարդ է ինձ գրում, ինչքան մարդ է զանգում, ասենք ասում որ գիտեք, բա մենք շատերին ասում ենք, մեկը նեղվում ասում ինչ որտեղ կա չգիտեն, մեկը ասում այստեղ Գուրգեն Սիմոնյանին գիտեին, ձեզ չգիտեն, մեկը ասում այստեղի ձեզ գիտեին, Գուրգեն Սիմոնյանին չգիտեին, միտեղ ասում ախր շատ պետք է մասնակցեք, ասում ենք մաքսիմալ կգնանք մարզային այցելությունների, մաքսիմալ կօգտագործենք բոլոր հարթակները, բայց այն ինչ որ մշտական մենք ունենք, որով ձեզ հետ շփվում ենք, ձեր հետ հաղորդակցվում ենք, շատ կուզենամ, որ դա մենք արդյունավետ օգտագործենք։ Մանավանդ ես ձեզ ասել եմ, որ այս YouTube-յան ալիքը չի ստեղծվել ընտրությանը մասնակցելու համար, սա տարիների կեսագրություն ունի եւ չի ավարտվելու ընտրությունների արդյունքներով, անկախ նայից կհաղթենք թե կպարտվենք, որովհետեւ այն ինչ որ մենք քննարկում ենք, մարդիկ արձագանքները ես գիտեմ, որ նրանք համարում են օգտակար եւ որևէ կարգավիճակ, որը ես կունենամ, ինձ դեզանից չի կտրի։ Նույնիսկ եթե ազգային ժողովի падգամավորը ունենում է իր հարթակները ձեզ հետ հարաբերվելու, բայց այն մարդիկ, ովքեր գնահատում են իմ խոսքը, իմ վերլուծությունը, ովքեր դրանով առաջնորդվում են, ես ինչքան էլ հնարավորություն ունենամ դա անելու եմ։ Դրա համար ձեր աջակցությունը այս ալիքին, դա ձեր ալիքն է, մեր հետ ձերն է, որ եթե քանի դիտում եք, ուրեմն ձերն է։ Դա նշանակում է քանի դիտում եք, ուրեմն ես անելիք ունեմ ու ասելիք ունեմ։ Եվ նրանք էլ ովքեր ցանկություն կունենան մասնակցություն ունենալ, ֆինանսական, գիտեք բոլոր տարբերակները նկարագրական մասում կա, արագ փոխանցման, բանկային փոխանցման, քարտային փոխանցման, իդրամի տարբերակ, PayPal, Patreon, մի խոսքով բոլորը, բայց շատ ավելի կարևոր է, որ նաև կապ հաստատեք Հայաստանի Շնորհապետական կուսակցության գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի հետ կուսակցության նախագահի եւ այն կազմակերպական հսկայական աշխատանք կա, որոնք որ արվում է, նրան էլ կարողանա օգտակար լինել։ Ես ուղղակի չգիտեմ որ տվյալը ինչ ասեմ, որպեսզի իմանաք ավելի լավ կլի հանրային մարդու հետ կապ պաշտպանել մի բարդ բան չի, կգրեք իրան, կպատասխանեն, եթե դուք ցանկություն ունեք օգտակարանել, հասկանում եք թե ինչ պայքար է գնում, ում դեմ է գնում, ինչ ձևով է գնում, եւ հասկանում եք, որ դրա մեջ ինչքան էլ արդյունավետ քայլ կարողանանք անենք, այդքան մեր բոլորի օգուտն է։ Հիմա նայենք Ուկրաինայի արծով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քիթ Քելեգը ՆԱՏՕ-ի երկրներին անվանել է աղքոտներ, Թեհրանի հետ հակամարտությունում Վաշինգտոնին օգնելու պատրաստակամություն չցուցաբերելու համար եւ առաջարկել է դիտարկել նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հարցը։ Իհարկե նախկին բանագնացա Քելեգը, այն ժամանակ Ուկրաինա Ռուսաստան էր, հետո մենակ Ուկրաինա, հիմա էլ ներգրաված է որոշակի ծրագրերի մեջ, այսինքն ինքը պաշտոնն է նախկին, ինքը նախկին չի, ինքը էլի process-ների մեջ ներգրաված է Թրամփի գործերի մեջ։ Քելեգը նշել է, որ հնարավոր է ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր ՆԱՏՕ։ Պետք է վերանայել գոյություն ունեցող պաշտպանական դաշինքները, հնարավոր է ստեղծել դաշինք Ճապոնիայի, Ավստրալիայի եւ որոշ եվրոպական երկրների հետ, որոնք պատրաստ են մարտի մեջ մտնել, ինչպիսիք են ակտիվացված Գերմանիան կամ Լեհաստանը, նույնիսկ Ուկրաինայի հետ, որը նույնպես իրեն դրսևորել է որպես լավ դաշնակից հավելել է Քելեգը։ Նախ ես չհասկացա, թե
ինչու՞ է իրանց դժգոհությունը, որ ուզում են նոր ՆԱՏՕ ստեղծեն։ ՆԱՏՕ-ն ստեղծված էր Եվրոպայի անվտանգության համար։ ՆԱՏՕ-ն ստեղծված չէր Ամերիկայի անվտանգության համար։ ՆԱՏՕ-ն ստեղծված չէր, որ Ամերիկան միտեղ պատերազմ վարի, նրանք գնան Ամերիկայի կողքը կանգնեն։ Որպես գործընկերներ, որպես դաշնակիցներ կարող են կանգնել, բայց դա պարտավորություն չի ՆԱՏՕ-ի։ ՆԱՏՕ-ի պաշտպանական կառույց է ՆԱՏՕ-ն, այնտեղ նման պարտավորություն չկա, որ եթե դաշինքի անդամ մեկը հարձակվում է մեկի վրա, իրանք պարտավոր են 5-րդ կետի հիման վրա հարձակվել, եթե 5-րդ կետը գործում է, եթե քո վրա են հարձակվում, ոչ թե դու ես հարձակվում։ Այսինքն եւ բացի դրանից դա եվրոպական անվտանգություն էր, որի մեջ շատ լրջագույն դերակատարություն ուներ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները հիմա մոռացել է դա, ասում է, բա ՆԱՏՕ-ն ստեղծել ենք, բա դուք ինձ ինչի չեք օգնում։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է, որ դու իրանց օգնես, ոչ թե իրանք քեզ օգնեն։ Բացի դրանից է, երբ որ ասում է, որ Ավստրալիան կարող է, էլի քելը տեղյակ չի, որ Ավստրալիան, Նոր Զելանդիան արդեն Միացյալ Նահանգների հետ անզուստ ռազմական բլոկի անդամ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ Պետք չի նոր ՆԱՏՕ ստեղծել, ինձ մտցնել դրա մեջ։ Իրանք արդեն 1951 թվականից անզուսի անդամ են։ Եթե ինքը տեղյակ չի, թող ինքն էլ բաժանորդագրվի Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին։ Բացի դրանից Ճապոնիայի հետ կապված իրանք դաշնակից են, հասկանալի է, բայց նոր ՆԱՏՕ ստեղծելը աբսուրդ է, որովհետև եթե հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայից ձեռք քաշեց, Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը այլևս առաջվանը չի լինի։ Տեղից էլ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլորին է նեղացնում, արդեն Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը հասկանում են, որ այդքան էլ վախենալու չի Ամերիկան, ավելի լավ է իրանք իրար լավ սերտ համագործակցեն ու վախից հետ չքաշվեն, որ սանկցիաների տակ չընկնեն կամ էլ ռազմական սպառնալիքի տակ չհայտնվեն։ Արդեն հիմա ինքը խնդիրներ ունի, որովհետև Եվրամիության հետ խնդիրներ ունի։ Եվրամիությունն արդեն ընդլայնում է իր աշխարհագրությունը, արդեն փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել թե Չինաստանի հետ, թե Հնդկաստանի հետ, թե Լատինամերիկյան երկրների հետ, թե Ավստրալիայի հետ, թե Նոր Զելանդիայի բոլորի հետ։ Այսինքն եթե այդպես է, այդպես։ Իսկ այն որ նույն Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, պայմանավորվածություններ է ձեռք բերում Ավստրալիայի եւ Կանադայի հետ։ Նաև ֆինանսական բլոկի որոշ խնդիրների հետ շատ չեմ ուզում դրա մեջ մտնեմ, շատերին դա ոչինչ չի ասի, բայց դա շատ լուրջ ծանր հարված է Միացյալ Նահանգների շահերին, երբ որ Կանադային ինքը փորձեց խեղճացնել, իսկ Կանադան ընդլայնեց իր հարաբերությունները արդեն այլ երկրների հետ։ Եվ այդ պարագայում դա ակնհայտորեն խնդիր է առաջացնելու նաև Միացյալ Նահանգների համար։ Մեծ Բրիտանիան միշտ են երազանքով հիշում է, որ ինքը կայսրությունն է եղել։ Հիմա ինքը կայսրություն չի, բայց իր հասարակությունն էլ այդ կայսերապաշտական բանը մեջները նստած է, իրանք ուզում են մասնակիցը լինեն, ախր իրանց բյուջեն այդքան չի երիքում, իրանց տարածքը այդքան չի երիքում, բայց իրանց ցանկությունները, որ մեծ պրոյեկտների մասնակիցը լինեն, ուղղակի դա զգացվում է ամեն ինչից։ Եվ այս պարագայում թե Կանադան, թե Ավստրալիան մեծ հաճույքով կուզենան ավագ գործընկեր ճանաչեն Մեծ Բրիտանիային, որովհետև իրանք օբյեկտիվորեն նրանց հետ այդ հարաբերությունները այտենց պահպանված կա։ Ու այդ պարագայում Միացյալ Նահանգներն է դրանից տուժելու, որ իր բարեկամ Ավստրալիան անզուսի անդամ, այսօր Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերի հազար ու մի ֆինանսական խնդիրներ լուծելու, հազար ու մի կազմակերպական հարցեր լուծելու։ Այսինքն դա պակասացնելու է Միացյալ Նահանգների ազդեցությունը։ Էսա իրավիճակը։ Դրա մոտ թող այդ մասին մտածեն, եւ նույն Քելոգը մտածի, ասում է, կարանք Ուկրաինայի հետ էլ դաշինք կազմենք։ Բա կանգնում է Դոնալդ Տրամփն, ասում է, Ուկրաինան ամենավերջի երկիրն է, որին ես կդիմեի։ Ինչ ես դա ասում։ Երբ որ արաբական երկրները Ուկրաինայի հետ պայմանագիր են կնքում, ասում են արի մեզ օգնի հետ դրոնների դեմ պայքարելու։ Կոնկրետ պայմանագիր են կնքում։ Այդ արաբական երկրները վիրավորվում են, ասում են քո պատճառով Ամերիկա, մենք հարված կերանք, դու բազաները տիպրտե դրել էր, որ մեր անվտանգությունը պահես։ Հիմա արդեն նրանցից հայտարարություններ են հնչում, որ իմաստը որն ավելավա հանի այդ բազաները մենք Իրանի հետ որպես բարեկամ պետություններ նորմալ կապրենք։ Փաստորեն դու դրեցիր մեզ թշնամի սարքեցիր, դու որ դու զգաս մենք խնդիր ենք ունենալու։ Ավելավա մենք Իրանի հետ մեր հարցերը լուծենք ու դու զգաս։ Երբևիցե ձեր մտքով կանցներ ու արաբական երկրները տենց խնդիր կդնեն, բա Ուկրաինային ինչի եք նեղացնում ու ճնշում գործադրում, որ ինքը զիջի Դոնբասը։ Այն Ուկրաինային, որ ասում եք կարա մեր լավ դաշնակիցը լինի, հա, նոր ՆԱՏՕ-ի դաշնակիցը լինի։ Ու դրա համար նույնիսկ այս ամեն ինչին չի հավատում անգամ Ռուսաստանի
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հավանականության մասին խոսքերին։ Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն իրականում չի լքի ՆԱՏՕ-ն, իսկ Թրամփի հռետորաբանությունը որակել է որպես զուտ էպատաժ։ Այսինքն համարում է, որ սենսացիոն հայտարարություն արել, որ փորձել ասեն դրդի ինչ-որ մի բաների եւ այլ, այդ նպատակով այդ էպատաժային ասում, նույնիսկ ինքը չի հավատում, որ Դոնալդ Թրամփը բացի շանտաժ անելը, բացի սենսացիոն հայտարարություններ անելը, գործնական քայլեր կանի, որովհետև ի վերջո ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության համար էր, Ռուսաստանը այնքան ուժեղ չի, որ ինքը մտածի, որ եթե հանկարծ Ամերիկան հետ քաշվի Եվրոպայից, ինքը հարձակվի եվրոպական որևէ երկրի վրա, եթե նույնիսկ Ամերիկան նրան չաջակցի, որտեղ Ռուսաստանը հիմա Ուկրաինայում այնքան խնդիրների մեջ է հայտնվել։ Եթե Ռուսաստանը հիմա էլ փորձի մեկ ուրիշ համակարգի վրա հարձակվի, նախ եվրոպական երկրները իրանց ուժը բավարարա, որպեսզի հակահարված տան։ Բացի այդ էլ արդեն տարբեր տեղերից կմտածեն պետք է ագրեսորին պատժել։ Մի օր Չինաստանը կմտածի մտնել տարածք վերցնել, մի օր մյուսը կմտածի, մի օր Ղազախստանը կասի, կյանքներս կերակ ենքան ասիկ դուք ով եք որ, մենք էլ տարածքներ ունենք Ռուսաստանում եւ այլ, մի օր Ճապոնիան, մյուսը։ Այսինքն Ռուսաստանը հիմա նույնիսկ առանց Ամերիկայի այդ քայլին չի գնա։ Այնպես որ դա նույնիսկ հասկանում է Մեդվեդևը, որ Տրամփը այսին չանում, դա ավելի շատ բլեֆ է։ Սպիտակ տունը կներկայացնի 2027 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կկազմվի ռեկորդային 1.5 տրիլիոն դոլար։ Ակնկալվում է, որ ապրիլի 21-ին Պենտագոնը կհրապարակի բյուջեի մանրամասն պլանները։ Իհարկե այդ ցանկությունը, որ 1.5 տրիլիոն դոլար սարքի, բավական լուրջ թիվ է, այսինքն գրեթե 600 միլիարդով ավելացնելու այս տարվա հետ համեմատած, բայց մի խնդիր էլ կա, պետք է բացատրի չէ ինչ է համար անում։ Եթե ՆԱՏՕ-ի համար ասես էլի մաս չունի փող ծախսեմ, ես հետ եմ քաշվում, Իրանի հետ կպայմանավորվենք պատերազմը կդադարեցնենք, կզբաղվենք մեկուսացման քաղաքականություն ենք վարում, Ամերիկայի համար ենք մտածում, այդ գումարն չես ավելացնում։ Իմաստը դա դրտի հիմնավորի չէ, մանավանդ այն ինչ որ տեղի ունեցավ Իրանում դա լուրջ խնդիր է, որ ինքը պետք է կարողանա բացատրի, թե ինչ կատարվեց։ Իհարկե ռազմական ծախսերն ավելացնելը շատ օգտակար է, բայց ռազմական ծախսերն ավելացնելը օգտակար է, որ զենք արտադրես, մյուսներին ծախես, արդյունավետ զենքը լինի։ Ուկրաինան խնդրում է զենքը, Ուկրաինան պատիվը բարձր է պահում, աշխարհը զենքը սկսեց պատվերներ տալ, որ առնի, գնաց իր արաբական երկրներում խայտարակ եղար։ Եվ արդեն մարդիկ ասում են ավելի լավ է Ռուսաստանից առնենք։ Այս ինչ էր։ Այդ դուք ձեր գլխին սարքեցին, թե ինչ-որ մեկը ձեր գլխին սարքեց, դրա մասին մտածեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. ԱՄՆ զինված ուժերը աշխարհում ամենամասշտաբայինն ու հզորը այսօրվա դրությամբ նույնիսկ չեն սկսել կործանել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, հետո էլեկտրակայանները, Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվեց, այն այլևս չի գործի։ Նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, եւ դա պետք է անել արագ։ Ժամանակն է, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ ուշ չէ, գրել է Դոնալդ Թրամփը։ Ուշտու միտքը Իրանը ասում է, այս գործարք չեմ կնքելու։ Մեռավ բացատրելով չեն կնքելու, եթե բան ես անում, արա, համոզում ես, որ ինչ, որտեղ չի կարողանում առաջ գնա, ինքը չի տեսնում այդ ծրագիրը։ Եվ եթե այդ ամբողջը նաև նրա համար էր, որ Հորմուզի նեղուցը բացվի, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար։ Բացի դրանից Իրանը հայտարարեց, որ բոլոր այն երկրները, ովքեր պատերազմի մեջ ներքաշված չեն, նրանց համար Հորմուզի նեղուցը բաց է։ Հորմուզի նեղուցը մինչև Իրանի վրա հարձակվելն էլ էր բաց, էլի։ Հիմա Դոնալդ Թրամփը ասում է, դա պետք է անպայման բացենք, եթե չէ, այս կանենք, այն կանենք, բայց ում համար որ պետք է բացա։ Ֆրանսիական նավագնացության եւ լոգիստիկայի ընկերության կողմից շահագործվող կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով, չնայած Իրանի կողմից ջրային ուղու փակմանը։ Անհասկանալի է, թե ինչպես է նավը իրականացրել տարանցումը։ Ընկերությունը եւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից։ Այն ինչ որ տեսնում եք Հորմուզի նեղուցի հետ կապված, այդ լծակները Իրանին տվեցին, որ ինչ։ Իսկ մենք անհանգիստ ենք, չէ՞։ Իրանը եթե վաղը մյուս օրը Ամերիկան թողեց հետ քաշվեց, մենք Ամերիկայի հետ ոնց ենք ծրագիր իրականացնելու։ Մեզ համար ինձ շատ լավ է, հա, որ կրոնապետությունը շարունակի գործել եւ գլուխը գովի, որ Ամերիկային հաղթել է։ Մենք դա պետք է մտածենք նաեւ մեր երկրի շահերին, չէ՞։
Հա պարզ է իշխանության համար ով ելնի պիտի հետը նորմալ ելնես, բայց մենք իշխանություն չենք, մենք խոսում ենք իրար հետ, դրա հավանական վտանգները, որ Իրանը դիրքերն ամրապնդեց, պետք է առաջինը մեր դեմ ասի, ես խաղեր ես տալի Ամերիկայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Տվեք մեզ մի փոքր ժամանակ եւ մենք կկարողանանք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը եւ հարստություն դիզել։ Սա հավանաբար կդառնա նավթի առատահոս աղբյուր ողջ աշխարհի համար», գրել է Թրամփը։ Էլի ուշն ու միտքը նա է, որ Հորմուզի նեղուցը բացի, բայց բացելու համար չի, ասում է, նավթը իր վերահսկողության տակ վերցնի։ Բայց եթե չստացվեց։ Ամբողջ ծրագիրը դրած է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է աշխարհում կարգ ու կանոն լինի, բայց Դոնալդ Թրամփը ընդամենը ցանկանում է նավթի վրա վերահսկողություն ունենա։ Էդ էր նոր աշխարհակարգը։ Էդ էր, որ օկուպանտ Ռուսաստանին կարգի հրավիրեր, որպեսզի մենք էլ վստահ լինեինք, որ նոր աշխարհակարգ կա, ագրեսորին պատժող հասարակություն կա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրել է. «Քաղաքացիական կառույցների, դրանց թվում անավարտ կամուրջների վրա հարվածները իրանցիներին չեն ստիպի հանձնվել, դա միայն ցույց է տալիս ապակողմնորոշված թշնամու պարտությունն ու բարոյական փլուզումը։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր, մինչդեռ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը երբեք չի վերականգնվի», ընդգծել է Արաղչին։ Իհարկե Դոնալդ Թրամփը շատ ծանր հարվածներ է հասցրել Ամերիկայի հեղինակությանը։ Հիմա դրանից դահատակից ոնց է դուրս գալու կամ ոնց է հաջորդը դուրս գալու, որովհետև ինքը ամեն օր բնագծեր է զիջում, ամեն օր իր բարեկամներից ստանում հակառակորդներ, ամեն օր ստիպում, որ այդ հակառակորդները իր հակառակորդները բարեկամանան մյուսների հետ, նույնիսկ եթե տարաձայնություններ ունեին։ Իմաստը որն է։ Շատ դժվար է պատկերացնել, որ սա ուղղակի իմպուլսիվ բնավորություն ունի։ Սա ուղղակի ծրագրային Ամերիկային վատություն անելու ծրագիր է, ուրիշ դժվար է պատկերացնել, որովհետև այսքան իրար հետևից քայլերի հաջորդականությունը բացատրել ուղղակի իմպուլսիվ բնավորությամբ կամ որ ինքը ուզում է իրան գովեն կամ ուզում է ինքը իշխանությունը ուժեղացնի եւ այլ, դժվար է ուղղակի այդպես պատկերացնել, էլի։ Իսկ հիմա նայենք, մի հատ ահազանգ է հնչեցնում Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. «Ռուսաստանը պետք է պայքարի ներգաղթյալների էթնիկ անկլավների ստեղծման դեմ։ Սա հնչեղ թեմա է, սա շատ բան է ասում եւ գրվում դրա մասին։ Հարցն անշուշտ հատուկ ուշադրություն է պահանջում։ Օտարերկրացիների հոծ բնակեցումը ցանկացած երկրում եւ ոչ միայն մեր երկրում ընդհանուր առմամբ չի նպաստում նրանց ադապտացվելուն», ասել է Մեդվեդևը։ Ուշադրություն, համարյա օր չկա, չէ՞ որ այս թեմայից չխոսենք։ Ու ասում եք, ես ինչ եք անում, չինացիներին ու հնդիկներին բերել լցել եք ձեր երկիր, գնացել են կոմպակտ բնակեցված ապրում են, աշխատում են, իրանց աշխատողներին բերում են, գործարան առնում են, բերում են իրանց աշխատողներին, տեղացիներից ոչ մեկին չեն ընդունում, տեղացիներին ուղարկում եք գնալ զոհվել Ուկրաինայում, բերում եք իրանց լցնում եք, ասում եք լավ, յոլա կգնաք ռուս կանանց հետ եւ մեկ էլ աշխատանքի հարցերը կլուծեք։ Էսա ձեր արածը։ Ինչով եք փոխարինում մեկը։ Հիմա դուք նոր հասկացաք, հա, որ նրանք գալիս են կոմպակտ բնակեցվում են, անկլավի լոգիկայով ապրում են, նրանք չեն ադապտացվում, չեն ինտեգրվում ռուսական կյանքին։ Նրանք ռուսական մշակույթի կրող չեն։ Երեսով էիք տալի, մուննաթ էիք գալի, հայեր եկել եք, պանայեխլի իրանց արտահայտությունը, եկել եք մեր երկիր, բասեն, ծնենց, մերոնք էլ իրանց կոտորում են, ընենց անենք, հետները լավ լնենք, մեզանից չնեղանան, որ նեղանան, մեզ դուս կանեն եւ այլ, եկել են հնդիկներին, լցրել են կրակն են, գեմի ձեր ոտերը պետք է ինգնային, որ մնաք ու աշխատեք իրանց համար, որովհետեւ այդ հնդիկները ում հետ ինտեգրվեն։ Հիմա նոր եք հասկանում դա որպես ռազմավարական չարիք ձեր երկրի գլխին, բավար ամեն օր խոսում ենք, որ այդ չինացիներին բերում լցնում եք, չգիտեք դրա հետևանքը ինչ ալնելու, եւ համապատասխանաբար դա չի նպաստում ռուսական օրենքների պատշաճ կիրառմանը կամ պատշաճ օրինապաշտ վարքագծին։ Իսկ հայերը օրինապաշտ չեն Ռուսաստանում, Միջինասիայից եկածներն օրինապաշտ չեն, որ առավոտից իրիկու մուննաթ էի գալի, եթե մի բան Հայաստանը լավ չանի, մենք ձեզ կճնշենք։ Հիմա դուք հասկացաք, որ հնդիկի ու չինացու վրա դուք չեք կարող ձեր օրենքը բանացնել։ Եթե դուս էլ անեք, մյուսն ա գալու, նրան դուս արեցիք, մյուսն ա գալու։ Դուք չգիտեք որտեղից եք նրանց բերել։ Ինտելեկտուալ հնդիկները Եվրոպայում են ու Ամերիկայում են։ Եկել են ձեր մոտ նրանք, ովքեր հատակներին քնում են փողոցներում։ Նրանց պետքարանն ու նրանց ճաշարանը փողոցն է իրար կողք։ Դուք չգիտեք ինչ ջրով էին իրանք լվացվում։
Կարող է մի օր տուրիստական մի հատ կազմակերպենք տեսնեք, բայց վտանգների մասին էինք խոսում, ասում ենք այս երկիրն է ուզում Հայաստանի վրա իր վերահսկողությունը սահմանի, որ տարել է իր ժողովրդին կոտորել է Ուկրաինայում, հնդիկներին բերել է, որ աշխատուժի պակասը լրացնի եւ տղամարդկանց պակասը լրացնի։ Հիմա արդեն բողոքներ հետ կապել եք։ Դմիտրի Մեդվեդևը կոչ է անհապաղ քայլեր ձեռնարկել օտարերկրացիների բժշկական զննումների վերաբերյալ օրենսդրության ընդունման համար։ Հա, նոր հասկացաք, որ դրանք որ եկել են ձեր կնանոց ջանին են ընկել, կարող է բավական շատ վեներական հիվանդություններ ունենան, չէ՞։ Հաստատ դուք չեք բողոքել, չէ՞ որ ստամոքսի խոց կարող է ունենալ, կամ էլ թե չէ ասենք ինչ որ ինչ թոքերը մի քիչ լավ չլներ։ Մենք հասկանում ենք, չէ՞ առողջական ինչ հիվանդների ու ինչ վարակների մասին եք խոսում։ Ինչ է հետները կարային բերեին, նրանց մոտ այդ ինչ բժշկություն կար, որ չգիտեք ինչ է կատարվում։ Նոր հասկացաք այդ չարիքը թե ինչ տակ եք մտել։ Նա նշել է, որ վտանգավոր հիվանդություններով ախտորոշված օտարերկրացիներին պետք է անհապաղ արտաքսվեն երկրից։ Բա աշխատուժ եք բերել, ոնց եք դրան արտաքսեք մյուսը պետք է գա։ Ով էլ գա դա է ալնելու։ Գալու է իր խաղի կանոններով, իր նիստուկացով։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսանդր Գրեբյոնկինի, նման ներգաղթյալների համայնքները խթանում են արմատական կրոնական շարժումները եւ հակասոցիալական վերաբերմունքը, ինչը կարող է օրենքի պահպանման հարցում խնդիրներ առաջացնել։ Հասկանալի է, ժողովուրդ ջան։ Այսինքն իրանք արդեն խնդիր ունեն նրանց հետ, նրանք այդ օրենքներին էլ չեն ենթարկվում, եկել են իրանց կարգ ու կանոնով, իրանց խաղի կանոններով, եկել են Ռուսաստանի վիճակը պատկերացնում եք ինչ ալնելու։ Հիմա այն մարդիկ, ովքեր մեզ ասում են, դուք չեք հասկանում, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է, մեռային ճղում եմ, ասում են, դուք տեղյակ եք այդ Ռուսաստանում ինչ է կատարվում։ Եթե ինչ չեք լսում, Մեդվեդևին լսեք, ինչ աշճանի է այս հարցը սրվել, որ այս կարգի հարց է բարձրացնում անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Մեր չեք ուզում մտածեք դա ինչից է գալիս։ Այս երկրի շահերն եք սպասարկում Հայաստանի ընտրություններով։ Մեզ էլ ասում եք, բա որ հանկարծ Ռուսաստանի հետ վատ լնենք, բա որ վատ լինի, բա որ Ռուսաստանի հետ լավ լնենք։ Ձեր վիճակը պատկերացնում եք, ինչ է սպասվում։ Ուղարկի Ուկրաինայի պատերազմ հնդիկներին բերել լցնի Հայաստան, ասի ոնց որ են հիվանդ հնդիկներին ավելի լավ է Հնդկաստան չուղարկենք, կարող է Նարենդրա Մոդին մեզանից նեղանա, ուղարկենք Հայաստան։ Չգիտեք ինչ կարող է լինի։ Այնպես որ եթե ինչ չեք լսում, լսեք Մեդվեդևին, ավելի ճիշտ ինձ լսեք, որ լսեք Մեդվեդևին, որ հետո էլի ինձ լսեք։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։